Այսինքն մարտի 20-ի մոտակայքում 20-ից 25 ծնված այդ ժամանակահատվածում ծնվածները նրանք էլ կունենան իրենց կյանքում փոփոխություն։ Նաև Սատուրն մոլորակը ասեցի, չէ, Սատուրնը կարծեմ այստեղ ժամկետները հակառակ նշեցի 26:01:2026 Նեպտունը կանցնի Խոյ 14:02:2026 Սատուրնը կանցնի Խոյ, այսինքն մինչև 2028 թիվն էլ Սատուրնը Խոյում կգտնվի։ Մի կողմից կարծես Խոյերին զսպաշապիկ են հագցրել, որովհետև Սատուրնը դա զսպվածության մոլորակն է, կարգապահության, բայց Խոյը դժվար է, չէ, կարգ-կանոնի ենթարկում, ակտիվ նշան է, պետք է գործի, ինչպես ջրհոսը, երկվորյակը, իրենք ակտիվ նշաններ են։ Ջրհոսը, երկվորյակը դա շփումներն է, իսկ Խոյը այդ ակտիվությունը, այդ կրակն է տալիս։ Դրա համար այդ տարերքները բարեկամական հարաբերություններ ունեն իրար հետ։ Ինչևէ, դրական փոփոխություններից, ասում եմ, Խոյերի մոտ կարող է լինել եւ դրական եւ բացասական, կախված է արդեն իրենց վարած կյանքից։ Եթե իրականությունից կտրվեն, ինչ որ Նեպտուն է ցանկանում, իրատես չլինեն, կարգապահ չլինեն, կորուստներ կուրեն։ Իսկ եթե ամեն ինչ չափած, ձևած է, սահմանված է, սահմաններ կան, ժամկետներ կան, այդ բոլոր պրոյեկտները կարող են հաջողություններ ունենալ, մանավանդ եթե դա իրենց երազանքի աշխատանքը, գործը, պրոյեկտն է, Նեպտունը երազանքի։ Խեցգետիների համար է կարևոր եւ կարևոր այսպիսի դիրքավորում կա Յուպիտերը բարեկեցության մոլորակը տիեզերքում գտնում է Խեցգետնում։ Սատուրնը, որը սահմանափակումներ էր դնում, հիշում եք, գտնում է Ձկներում, բայց այս ժամանակահատվածում իրենց ընտանեկան այդ կյանքը փոխելու շատ կարևոր դիրքավորում կա, որը յուրաքանչյուր 59-60 տարի մեկ է այդ դիրքավորումն լինում։ Պատկերացնում եք, այսինքն աստղաբանական քարտեզները 10 մոլորակն է, իրենք կանգնած են երկրակենտրոն, մենք նայում ենք այդ քարտեզը կարծես նկարած է, հա, այսպես։ Այդ նկարում, այդ պատկերում Յուպիտերը Խեցգետնում է, Յուպիտերը մի կենդանակերպ, այսպես մի շրջանը ամբողջ 12 կենդանակերպերը անցնում է 12 տարում։ Այսինքն, եթե ասում 59-60, ուրեմն մոտավոր 5 պտույտ է անում, որ գա Խեցգետին, իսկ Սատուրնը իրենք ցիկլեր ունեն, դրանք բոլորը համակարգված են։ Սատուրնը այս կենդանակերպերը 12 անցնում է 30 տարում, 29-30, այսինքն երկու Սատուրնի պտույտը 59-60 տարեկանում կրկին կրկնվելու են այս ասպեկտները։ Այդ իսկ պատճառով երկու սոցիալական մոլորակ Սատուրնը եւ Յուպիտերը իրանք շատ կարևոր, շատ ուշագրավ եւ շատ բարենպաստ դիրքավորում են ստեղծել, որը կազմդինա եւ երկրի բարգավաճման եւ ընտանիք